տեղին եւ կարող ենք ուսումնասիրել այսօրվա թեմաները շատ կարեւոր են։ Ուրեմն անցած դասը կոչվում է վերջին ժամանակների մոլորություններ, երկու խոսք սրանից ասենք եւ հիշելու համարներ B Կորինթացիս 11 գլուխ 14-15 համարները եւ զարմանալի չէ, որտեղ սատանան ինքն է լույսի հեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանք ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինել։ Այսքան տեսեք, էսի ինչ զգուշացնում է, որ մենք չհավատանք մեր աչքերին, որտեղ իրանք կարան իբր թե արդարության հրեշտակներն տենց ներկայանան մեզ եւ սխալ բաներ ասեն։ Առաջին մոլորությունը, որ դուրս է գալի հոգան մահության թեորիայից, կոչվում է խորհրդապաշտություն, այսքան միստիցիզմ, եւ Հիսուսը մեզ գիտենք, որ ասում է Մատթեոս 7:21-27 համարներում ինչ է ասում, ասում է ձեր տունը կառուցեք ժայռի վրա, ոչ թե ավազի վրա, դա ինչ է նշանակում, ինքը հո տառացիորեն չի ասում գնացեք ժայռի վրա տուն կառուցեք, այլ Աստծո խոսքի հիման վրա ձեր հավատքը եւ ձեր կյանքը պիտի հիմքը լինի Աստծո խոսքը, իսկ այդ ավազը արդեն այն է, ինչ որ Աստծո խոսքից դուրս է եւ էդի փլվելու է ամենը։ Եվ ուրեմն այս միստիցիզմը, այս մի քանի բաներ, որ խոսենք, դրանցից մեկն է, միստիցիզմը, այս խորհրդապաշտությունը ինչ է, որ իբր թե քրիստոնեությունը հնացել է, հիմա կապ չունի թե ինչ ես հավատում, կարևոր որ Հիսուս Քրիստոսին հավատում ես, վերջ։ Բայց միթե այդ ասորացնում Աստծո խոսքը, եթե մի համար վերցնենք, հա, բայց ամբողջ Աստվածաշի կոնտեքստով, ինչ է ասում, ասում է դևերն են հավատում, վախենում են։ Եվ կաթոլիկ եկեղեցիներ, այսքան ինկվիզիցիան, որ դուրս է գալի կաթոլիկ եկեղեցում, իրանք էլ էին հավատում Հիսուս Քրիստոսին։ Ով արեց այդ խաչակրած արշավանքները, ով այդքան մարդու տանջանքի ենթարկեց։ Այդ ինկվիզիցիան իրանց էր պատկանում կաթոլիկ եկեղեցուն եւ շատ անկեղծ հավատացյալների տանջամահ արեցին։ Հիսուսի անունով արեցին։ Արդյոք կարևոր է, թե կարևոր չէ, թե մենք ինչ դավանաբանություն ունենք։ Էլեն Ուայթը մեծ պայքար գրքում գրում է այն կարծիքը, որ կարևոր չէ, թե մարդը ինչպես է հավատում, սատանայի ամենահաջող խաբեություններից մեկն է։ Նա գիտի, որ սիրով ընդունված ճշմարտությունը սրբագործում է հոգին, ուստի անդադար փորձում է այն փոխարինել կեղծ տեսություններով, առասպելներով եւ ուրիշ ավետարանով։ Լիքը կեղծ տեսությունների ունի։ Մյուսը կլինիկական մահը, որ շատերը իբր թե մահանալու վրա են, այսինքն իբր թե որն է, մահանալու վրա է, ժիշտը կարող է նույնիսկ ասել, հա սիրտը կանել է, մահացել է, եւ այդ մարդիկ, որոշ մարդիկ տեսնում են իրանց առջև ինչ-որ մի լույս, հետո գնում են մի սպիտակ շորով մարդը հայտնում եւ իրանց ընտրության առաջակարգես դնում, որ սենց ընտրություն ունես կամ դժոխք կամ դրախտ եւ այլն։ Եվ շատ մարդիկ հիմնվելով սրա վրա այդ տեսությունն են, կարծես հաստատում են այդ տեսությունը, որ կա դրախտ, դժոխք, մարդը մեռնելուց հետո հոգին գտնում է կամ դրախտը կամ դժոխքը։ Բայց արդյոք Աստվածաշունչը դա է սովորացնում։ Ոչ։ Հիմա այստեղ ասում է, որ սատանան կարող է օգտվել այդ մոմենտին եւ երևա եւ ասի միգուցե եւ դա կա։ Բայց նաեւ կա այն, որ ուղղակի այս մարդը այդ մեռնելու մոմենտին ինքը այդպես հավատ ուներ։ Մարդիկ լսում են, չէ՞, շատերը տենց գիտեն, որ դրախտ կա, դժոխք կա, հոգին մեռնելուց հետո գնում է։ Եվ կարծես թե այս իր մակարդակով Աստված ուզում է այդ մարդու մի բան հասկացնել, որ դու ավելի լավ Աստծուն ընտրես, այսինքն այդ տեսիլքը կարա նշանակի ոչ թե այն, որ հա քո հոգին մեռնելուց հետո չգիտեմ ուր է գնում դրոխք կամ դժոխք, այլ ուղղակի Աստված ընտրության ցույց է տալի, որ երկու ընտրություն կա։ Քո կյանքը ոնց պիտի ապրես, հետո դրա պատճառով այդ երկուսից մի տեղը կամ պիտի կրակի մեջ այրվես կամ էլ դրախտ ընկնես։ Բայց սրանք լիովին մահացած մարդիկ չէին։ Սրանք ընդհանրապես կլինիկական մահ է կոչվում։ Մենք չենք կարող մեր հույսը դնենք այսպիսի տեսիլքների վրա երբեք։ Մենք տեսիլք չէ։ Ինչ վրա է։ Չէ, իրականներ են, այսինքն իրանք ինչ որ տեսել են։ Հա, բայց դա տեսիլք է, որ իրանք տեսել են։ Այսինքն ուղեղի մեջի
բան ոչ թե իրոք իրանց հոգին հելելա, գնացելա, տեսելա։ Այդպես բան չկա, որ հոգին հելնի գնա տենա։ Ասում են ինքը քիմիական զգայա պատրանք։ Հենց էդի է։ Քանի որ տեսիկ տեսնում է, ուրիշ բան է տեսնում։ Օրինակ, երբ այդ տեսիկներ ա տեսել կամ չէ, ուրեմն այդ կարա լինի եւ Աստծուց եւ Սատանայի։ Ճիշտ ասենք, թե White-ը տեսել է ճշմարիտ բաներ, որ իրոք կա տեսիքներ։ Բայց եսի ոնց որ զգայապատրանք, այո։ So մյուս սուտը ինչով է խախում այս թեորիայով, որ ռեինկարնացիա, այսքան իբր թե այս հոգի, որ կա շատը դրանք Կրիշնայիդները եւ հնդկական մի հավատք կա, որ իբր թե հոգին էվոլյուցիա է ապրում։ Այսինքն եթե ինքես կյանքում իրան լավ չի պահե մարդը, իր հոգին դուրս է գալի, մյուս կյանքի մեջ մտնում է, կարող է խոզի մեջ մտնի, կարող է ինչ-որ բույսի մեջ մտնի, նայած թե ինչ մակարդակի վատ կյանք է վարել, բայց հետո եթե ինքը հանգարց որպես խոզ իրան լավ պահի, այսինքն ինչքան ցնդաբանական բան է, թե խոզը ոնց պիտի իրան լավ պահի, որ հետո այդ հոգին հելնի, մի խոսքով ինչ որ այա, բայց եթե քեզ լավ ես պահում, բայց եթե քեզ լավ ես պահում, իբր թե ասում լսում ես, հելնում է հարուստի մեջ ամեն, հոգի ռաջայի կամ ինչ-որ մի բան է, այսքան իրանց մտածելակերպում, և այս լիովին ինչ եմ հակասում Աստծո խոսքին, որտեղ Եբրայեցիներ 9:25 համարը 25-ից 28-ում 27-ը կարդանք, ասում է և ինչպես մարդոց ծանվածը մեկ անգամ մեռնի, ու անկե ետքը դատաստան, վերջացա, Աստվածաշունչը տենց բաներ չկա, այդ մարդկանց խաբում է սատանան, որ անհոգ ապրեն, չմտածեն իրանց փրկության մասին, իրանց կյանքի մասին, և մյուսը նեկրոմանտիա, որ երկու բառից նեկրո հունարենու նշանակում է և մանտեյա հուշակություն, այսինքն որ քո մեռած նախնիներին ես պաշտում և իրանց հոգիները կանչում ես, որ իրանք ես ասեն ինչը ոնց անես, այս ինչը ինչ ա լինելու, այն ինչը ինչ ա լինելու։ Այսինքն նորից չի համապատասխանում Աստվածաշունչին և ստեղ վերվում է Սավուղի օրինակը, ինքը Սավուղը ժամանակին ճիշտ է պաշտել Աստծուն և բոլոր այս վհուկներին, հոգե հարցուկներին ինչ էր արել, վտարել էր Հրեաստանից, որովհետև դա Աստծո խոսքին դեպի Աստված ինքն էր ասել։ Իրանք զզվել էին իմ առջև, հոգե հարցուկները եւ այլն եւ այլն, ասում կենթանի Աստված ունեք, եկեք ինձնից հարցրեք։ Եվ բայց ինքը այնքան է ընկնում, որ վերջում Աստված էլ իր հետ չի խոսում եւ փոխանակ ապաշխարի, որպեսզի Աստված իր հետ խոսա, ապաշխարելու փոխարեն գնում է տենց բհուկ է խփում, ասում է ինձի բան արա։ Սամուելին հանի, թե Սամուելի հոգի չի ասում, որտեղ ինքը տակարանում այտենց հասկացություն չկար։ Ասում է Սամուելին հանի իմ համար։ Որտեղից պիտի հաներ այս բհուկը։ Հետո ասում է գետնից ինչ-որ մի հաց սպիտակ, չգիտեմ, միացել, մարդ դուրս եկավ եւ ասեց, բայ Սամուելին է նման։ Հետո էլ Սամուելին ասում է իրան հարցրա, թե ես որ վաղը պատերազմ ա լինելու, ինչ ա լինելու։ Սամուելն էլ, իբր թե Սամուելը, ասեց, որ դու մեռնելու ես, դու տանուլ եք տալու, այսքան սատանան պլանավորել էր արդեն, երբ որ մենք սատանային ենք հետևում, սատանան լավ պլանավորում է, ինչ պիտի բերի մեր գլխի, եւ հետո էլ բերում է, եթե այդ ընթացքում մենք չապաշխարենք եւ Աստծուն չդիմենք։ Ցավոք, Սավուղի կյանքում դա չեղավ։ Այսինքն իրականում ինչ անում, ասում է, վաղը դու իմ հետ նույն տեղը կլինես, իմ հետ կլինես։ Այսինքն Սավուղը ապրել էր ոչ արդար կյանք, Սամուելը արդար կյանք էր ապրել։ Դե ինչ բերում է, հավասարացնում է իրար սատանայի խաբեությունը։ Ոչ, ինքը չեկա, եթե իբր թե այսինքն, եթե 5 տակարանի հասկացողությամբ վերցնես ճիշտ է։ Սամուելը մեռած էր, այն էլ պիտի մեռներ։ Ոչ թե խոսքը, այստեղ խոսք չկա, որ Սամուելը չի ասում, դες ես դրախտում եմ, դու իմ մոտ կգաս դրախտ։
Բայց իրական մեծ Սամուելը չէր ասում, որտեղ Սամուելը քնած էր, ոնց որ Աստվածաշունչն ասում։ Սամուելը քնած էր։ Եվ ուրեմն այս էլ շատ մեծ վտանգ է, եւ մենք գիտենք Սավուղի վերջը ինչ եղավ։ Եթե չենք ուզում Սավուղի վերջը ունենալ, եկեք հարցնենք մեր Աստծուն։ Եթե Աստված չի ուզում մեր հետ խոսապաշխարել, որպեսզի մեր հարաբերությունները վերականգնվի, ոչ թե գնանք մեռելահարցուկներին հարցնենք։ Եվ մյուսը կերպարանավորում եւ այլ դրսևորումներ, այսինքն ինչ է լինում, Սատանան եւ իր հրեշտակները ինչ է ասում մարդու մասին, ասում է հրեշտակից ցածր արարեց մարդուն։ Այսինքն իրանք ավելի շատ կարողություններ ունեն, իրանք կարան իրանց մարմնի ձևը փոխեն, իրանք կարան մեր տեսքը առնեն, յուրաքանչյուր մարդու տեսքը առնեն եւ իրանց ձենով խոսան։ Եվ ինչ է տեղ ունենում, իրանք առնում են մարդկանց տեսքը, իբր թե արդեն մեռած մարդկանց տեսքը, եւ գալիս երևում են իրանց հարազատների եւ սուտ բաներ են ներկայացնում։ Այս պիտի անեք, այն պիտի անեք, եւ Աստվածաշունչը զգուշացնում է, որ Աստվածաշունչը զգուշացնում է, որ նոր կարդացիք, որ Եվարարան, բայց ասում է իրանց մի հավատացեք։ Եթե ասում է մի բան Աստծո խոսքին դեմ է, այս լույսով չի, վերջ, ուրեմն Աստծո չի։ Ուզում է այդ հրեշտակի տեսք ունենա, ուզում է Հիսուսի տեսք ունենա, նույնիսկ Աստվածաշունչը ասում է, որ Հիսուսի տեսքն է առնելու Սատանան ու շրջելու է, որ մարդկանց խաբի ու սուտ բաներ ասելու։ Եթե Աստծո խոսքին հակառակն է, կարող է Պողոս Առաքյալի տեսքով գա ինչ-որ մի բան ասի։ Բայց դու Պողոս Առաքյալը ինքը իրան չի հակասի։ Եվ Պողոս Առաքյալը մեռած է, ինքը չի կարող գա ինչ-որ բան ասի։ Այսինքն, այս իր հոգանմահության բանով ինքը շատ մոլորության մեջ է գցում մարդկանց եւ շատ զգուշ պիտի լինենք այս հարցերում։ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է եւ այսօրվա թեման, որ մենք պիտի հետևենք Հիսուսի օրինակին, Ղուկաս հիշելու համարն է Թեսաղոնիկիցիներ 5:23 եւ ինքը խաղաղության Աստվածը ձեզ ամբողջովին թող մաքրի ու ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը անարատ պահվեն մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Այսինքն սա ինչ նկատի ունի, որ մենք 3 մասից ենք բաղկացած եւ այս ամեն ինչն էլ պիտի լավ վիճակում լինի։ Ոչ թե մարդիկ կան ասում, մարմինը ինչ, կարևորը հոգեվորը եւ այլն, բայց ասում առողջ մարմնում առողջ հոգի։ So Աստեղ, երբ որ ասում ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը, այո, հոգին երբ նկատում, երբ որ շունչն ու մարմինը իրար հետ են, հոգին կա, հոգին, մեր բնավորությունը, մեր անձը, մեր մտածելակերպը, մեր ամեն ինչը, դա մեր հոգին է։ Բայց երբ որ այս երկուսը բաժանվում են, այլ հոգի չկա, երբ որ իրանք միանան, նորից մեր անհատականությունը, մեր հոգին կլինի։ Եվ ստեղ այդ նկատի ունի։ Այսինքն, եթե մենք առողջ պահենք մեր մարմինը, եւ մեր շունչն էլ առողջ կլինի, շունչը ստե ինչ նկատի ունի։ Այսինքն շունչը բանի մասն է, մարմնի։ Եվ ես կարծում եմ, որ ոնց որ բանականությունը շունչը բոլոր ասա ուժով, բոլոր ուժովը Տեր Աստվածը սիրես, ուժը չես կարող տեսնել։ Ուժը չես կարող, բայց ունես, այսինքն հասկացողություն ունես։ Նաև կա մարմինը։ Ահա։ Եվ Աստծո շունչը է, Աստծո շունչն է, որ այդ բոլորը իրար հետ համագործակցում են։ Եվ դրանում Հիսուսը մեր օրինակն է, Ղուկաս 2:52 ինչ ասում։ Հիսուսը Աստծո, այսինքն հոգերապես, մարդկանց, այսինքն սոցիալապես առաջ զարգանում էր իմաստությամբ, մտավորապես, հասակով, ֆիզիկապես ու շնորհով։ Այսինքն ամեն կողմից Հիսուսը զարգանում էր։ Եվ ինքը պիտի օրինակ մեր համար լինի, որ մենք չհամարենք որևիցե այս սրանցից մեկը, ոչ մեր միտքը, ոչ մեր մարմինը, ոչ էլ մեր հոգին։ So White-ը գրում է, որ նրա միտքը գործուն էր եւ խորաթափանց, իր տարիքի համեմատ նա շատ ավելի խորամիտ էր եւ իմաստուն, նրա բնավորությունը շատ գեղեցիկ էր, իր հավասարակշռվածության, մարմնի եւ մտքի կարողությունները զարգանում էին աստիճանաբար մանկության օրենքներին համապատասխան։ Մանուկ հասակում Հիսուսը բնավորության մի արտասովոր գրավչություն ուներ, նրա օժար ձեռքերը պատրաստ էին սիրով ծառայել ուրիշներին, նրա ոչ մի կերպ հնարավոր չէր հանել համբերությունից,
անկեղծությամբ, անպասիվ և սկզբունքներում ժայռի պես ամուր, նրա կյանք անշահախնդիր սիրալիրության օրինակ էր։ Այն Հիսուսը պիտի լինի մեր օրինակը, և նաև ուրիշ համար կա, որում ինչ է ասում է մարմինը ում տաճարն է, մեր մարմինը ում տաճարն է, Աստծո տաճարն է, և ասում է, ով որ փչացնի այս տաճարը, Աստվածին իրան կփչացնի, իրականում ոչ թե Աստվածին նա դու փչացնում, այլ Աստված օրենք է դրել։ Ինչ որ ցանում ես, դա էլ հնձում ես, եթե քո մարմնին բաց վերաբերվես, այս մեխանիզմի մասին չմտածես, տարբեր ձևեր կա դա անելու։ Անդադ նստած մնալը կամ շատ ուտելը, ծանրաբեռնելը ստամոքսը եւ տարբեր ձևեր։ Ուրեմն ինչ ա լինում, մենք մեզ ինքներս վնասում ենք եւ այլևս չենք կարող ամբողջությամբ ծառայել Աստծուն։ Հիվանդ մարդը պետք է նախ բուժվի, որպեսզի կարողանա ամբողջական ծառայել Աստծուն։ Եվ ստեղ ասում ինչ է ասում, Կորինթացիների մեջ ասում է Քրիստոսի միտք ունեցեք։ Ոնց ունենանք Քրիստոսի միտքը, եթե մենք մեղավոր ենք ծնվել։ Ինչ է ասում նորից Աստվածաշունչը, ասում է նոր ուխտը որն է, երբ որ Աստված օրենքը, իր օրենքը գրում է մեր սրտի մեջ եւ մեր ուղեղի վրա։ Այսինքն մենք պիտի թույլ տանք Աստծուն, որ ինքը իր օրենքը, իր բնավորությունը դաջի մեր մեջ, որ ինքը մաքրի մեզ, սրբի մեզ եւ պատրաստի իրան հանդիպման։ Եվ նաեւ գիտենք, որ Սուրբ Հոգին է մեզ առաջնորդում եւ ամբողջ սրբագործությունը ինքն անում մեր մեջ, ոնց որ Աստվածաշունչն ասում, մենք չպիտի խանգարենք Սուրբ Հոգուն, որ ինքը մեզ փոխի, մեր սիրտը փոխի, եւ նաեւ ինքը ինչ է տալի, պարգևներ է տալի, աշակերտները պարգևներ ունեին, որոշները բուժումներ էին անում, մյուսները ուրիշ բաներ էին անում, եւ գործ կառաքելուց 8 գլխում 4-ից 24 համարներում նկարագրում է, որ մի Սամարիայում, երբ որ քարոզեցին աշակերտները, մի հատ մոգ կար, Սիմոն անունով, եւ ինքը հրաշքներ էր գործում։ Եվ երբ որ տեսավ, որ այս մարդիկ ինչ ձևի բուժումներ են անում, հրաշքներ են գործում, բերել փող ա տալի աշակերտներին։ Ասում է, ինձ էլ այդ դրեք ձեր ձեռքին գլխին, ես էլ այդ պարգևը ստանամ, մարդկանց բուժեմ, բայց իհարկե իր մտադրությունը ինչ էր։ Ոչ թե մարդկանց լավություն անելը, այլ մտածում էր փողով բուժել։ Ինչ ասեցին աշակերտները, ասում է, այդ փողը վերցրա ու գնա, մենք չենք բաժանողը։ Սուրբ Հոգին ում որ որոշում է տա պարգևը, նրան էլ տալիս է։ Էդի փողով չի գնվում։ Եվ նաև ինչ է ասում Բ Պետրոս 3:14-ը վերջում կարդան, որ ասում է պատրաստ եղեք նրա հայտնությանը։ Բ Պետրոս 3 գլուխը 14 համարը։ Մի քիչ ավելի վերևից կարդանք, որ հասկանանք ինչ նկատի ունի Պետրոսը։ Ասում է, որ շատերը ծաղրում են եւ ասում են, ուր է անոր գալու խոստումը, այսինքն Հիսուսը, ասում են կգա եւ չկա։ Ասում է նրանք այն բանը մորցել են, թե երկինք առաջ կներ ու երկիր ջուրերեն եւ ջուրերով հաստատկեցել է Աստծո խոսքովը, որով հին ապականված աշխարհը ջրհեղեղով կորսվեցավ։ Հիմա երկինք ու երկիր պահված են նույն խոսքով կրակի համար, մինչև դատաստանի ու ամբարիշտ մարդկանց օրեսցյան օրը։ Ստեղ չի ասում, որ հոգին մեռնում է, գնում է դժոխք բառում է, չէ, ասում է էդի լինելու է, երբ որ Հիսուս Քրիստոսը գա եւ որ կրակով ոչնչացնի երկիրը։ Այս մեկ բանը ձեզ մեծ ածուկ չմնա սիրելիներ, թե Տիրոջը քով մեկ օրը 1000 տարվան պես է ու 1000 տարին մեկ օրվան պես։ Տերը չի ուշացնում իր խոստումը, ինչպես ոմանք ուշացած են համարում։ Ապա երկայնանիկ թե վասնզի չի ուզում, որ մեկը կորսվի, հապա որ ամեն հավաշարեն։ Սակայն Տիրոջը օրը գողի պես պիտի գա, այն ատեն երկինք սաստիկ շարաչյունով պիտի անցնի, ու տարերկները
Արժեքները բռնկած պիտի լուծվեն, երկիրն ու ինչ որ անոր մեջ կգտնվի պիտի այրվի։ Ուստի քանի որ այս բոլոր բաները պիտի լուծվին, ձեզի ինչպիսի մարդիկ լավ կվայելե սուրբ վարմունքով ու բարեպաշտությամբ, սպասելով ու արտորալով Աստծո օրվանը գալուն, որուն մեջ երկինք կրակով այրված պիտի լուծվի, տարերը բռնկած պիտի հալի, սակայն իր խոստումին համեմատ նոր երկինքի նոր երկրի մը կսպասենք, որոնց մեջ արդարությունը կբնակի։ Ուստի սիրելիներ, Աստծուն սպասելով ջանացեք, որ անձեզ անբիծ ու անարատ գտնե խաղաղությունով։ Այսինքն մեր պարտականությունը ինչ է, որ մենք ուսումնասիրենք այս խոսքը եւ ուսումնասիրել մի բանը, կյանքում կիրառել ուրիշ բանը։ Թույլ տանք, որ Աստված խնդրենք Աստծուն, որ մեզ ուժ տա եւ կամեցողություն տա, որ մենք իրագործենք մեր կյանքում, որտեղ մենք դատվել ենք մեր գործերով, իհարկե խոսքերով էլ, բայց նաեւ գործերը կապ չունի թե ինչ ես խոսում, Աստուն ասում ես մեղրեմ քո ջանին, մատաղլնեմ քեզ, չգիտեմ ինչ։ Կարևոր է մեր գործերը, արդյոք մենք հնազանդ ենք Աստծուն թե ոչ։ Թող Աստված մեզ օգնական լինի դրանում։ Ամեն։